Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ, եթերում Գալանյուս հավելվածն է, այսօր տաղավարում հյուրընկալել ենք Civitas հիմնադրամի խորհրդի նախագահ Վարդան Օսկանյանին։ Բարի երեկո, պարոն Օսկանյան։ Բարի երեկո։ Այն դադարից հետո, որ տեղի ունեցավ ապրիլի 22-ից հայ-թուրքական հարաբերությունների առումով, սկսենք երևի մեր զրույցը հայ-թուրքական հարաբերություններից, այսօր Դմիտրի Մեդվեդևի Թուրքիա կատարած այցից հետո հայ-թուրքական մամուլում այսպիսի տեղեկություն հայտ եկավ, որ հնարավոր է, որ ժամանակացույց նշանակվի թուրքական խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու առումով։ Ես հարցս երևի Մեդվեդևի այցի հետ կապեմ այս առումով, ձեզ չի հիշեցնում այս իրավիճակը 20-րդ դարասկզբին Լենին-Աթաթուրք այս համագործակցությունը, որի արդյունքում մենք կորցրեցինք, այսպես ասած, Կարսը, Արևմտյան Հայաստանի այն մասը, որը եղել էր մեր առաջին հանրապետությանը։ Դուք վտանգավոր միտում չեք տեսնում ռուս-թուրքական մերձեցումից։ Չէ, տերեք, նայ, ես չեմ ուզում նման զուգահեռականներ անցկացնել, որովհետև այսօր աշխարհը այլ է, որակապես մենք տարբեր իրավիճակում ենք գտնվում։ Բայց ամենայնտեղս մտահոգիչ երևույթներ իհարկե կան։ Նաև դու հղում կատարեցիր թուրքական մամուլի մեջ ինչ-որ լույս տեսած հոդվածի, որի համաձայն ժամանակացույց է կազմվելու, վստահ չեմ, եթե դա իրականության համապատասխանում է, թե չէ, բայց դա էական չի։ Մտահոգիչ երևույթ, ես ասացի, իսկապես կա, որոնք առաջացել են հայ-թուրքական գործընթացի արդյունքում։ Եվ մտահոգիչ երևույթները հետևյալն են։ Առաջինը, որ թուրքերը ցանկացած հնարավորություն օգտագործելու են ամենայնտեղս քոնե ձևացնելու, որ այդ գործընթացը թերևս շարունակվում է։ Այսօր Թուրքիայում բացարձակապես ձեռնտու չի այդ գործընթացը փակել։ Մի բան, որ միշտ ուզեցել են, եւ դա ամեն ինչ կանեն, որ դա շարունակվի։ Եվ մտահոգիչ այստեղ այն որ մենք այդ հնարավորությունը իրենց տվել ենք։ Հակառակ այն փաստի, որ արդեն ակնհայտ է, որ հայ-թուրքական գործընթացը ցախողվել էր, ամենայնտեղս նախագահը իր վերջի քայլով ոչ թե վերջ դրեց այդ գործընթացին կամ որակապես նոր հարթության վրա դարավ, այլ թուրքերին ավելի լայն հնարավորություն ընձեռնեց գործընթացի շարունակելու, շահարկելու, առանց փոխանցական որևէ փոփոխության։ Սա մտահոգիչ հանգամանքներից մեկն է։ Երկրորդն էլ, որ արդեն հայ-թուրքական հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հարցը, արդեն քննարկվում են Հայաստանից անկախ։ Որոշումներ են կայացվում։ Ղարաբաղի հարցը արդեն Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգային առաջնային խնդիրներից մեկն է։ Այսօր մենք հայտնվել ենք իսկապես դիտորդի կարգավիճակում։ Չգիտենք ինչ է խոսվում, չգիտենք ինչ են պայմանավորվում, չգիտենք թուրքերը ինչ են ասում Ռուսաստանին, Միացյալ Նահանգներին, ինչ հարցում են համոզում։ Եվ ես կարծում եմ, այստեղ կարելի է քուշակել իհարկե, թե ինչ է արվում։ Վստահ եմ, որ Մեդվեդևը միգուցե հայկական կողմի խնդրանքով հայ-թուրքական հարաբերությունների հարցը բարձրացրել է, բայց ինձ համար շատ պարզ է, թե թուրքերի պատասխանը ինչ է եղել, որ թուրք Ռուսաստան որպես Մինսկի խմբի նախագահող երկիր, խնդրեմ արագացրեք Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, համաձայն վերջի փաստաթուղթի, որպեսզի մենք կարողանանք սահմանը բացել Հայաստանի հետ։ Այսինքն հայ-թուրքական գործընթացը արդեն թուրքերի համար միջոց է Ղարաբաղի հարցում առաջընթաց արձանագրելու, եւ այսօր այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ այդ առաջընթացի հերանեկարը, որը հիմնվում է վերջի առաջարկության վրա, արդեն օգուտ Ադրբեջանի է։ Այնպես որ եւ Ղարաբաղի հարցի փոխանցության առումով, եւ հայ-թուրքական գործընթացի շահարկման եւ շարունակության առումով, ես կարծում եմ, որ շատ լուրջ մտահոգիչ այսօր իրավիճակ է ստեղծվել, եւ հայկական կողմը ես կարծում եմ, որ լուրջ պետք է մտածի սրա մասին եւ կարողանա որոշ փոփոխություններ անի, որպեսզի հնարավոր լինի կանխել մեզ համար փաստական զարգացումները։ Պարոն Օսկանյան, օրինակ, երբ ասվում էր, որ այս նախաձեռնողական քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերությունների մասով շատ վտանգավոր է, շատ քաղաքացիների շատ հերվից էր թվում այդ վտանգը, ցեղասպանության խնդրում էին ասում վտանգավորի սահմանների ճանաչման, այսինքն իրողություններ, որոնք կան այդ վտանգները միշտ եղել են, սակայն ավելի է բարդացում, նաև նշվում էր Արցախի հարցը, որ Արցախի հարցում թուրքական կողմի միջամտությամբ տեղի կունենա շատ բարդացումներ։ Հիմա կարող ենք ասել, որ եկել ենք հենց այդ հանգրվանին, որտեղ
այդ վտանգավորությունը կարող է, այսպես ասած, նյութապես արտահայտվել եւ դա կարող է այդ արտահայտումը կարող է լինել, ասենք, տարածքների ազատագրված որոշակի տարածքների զիջումը Ադրբեջանին։ Այդ հանգրվանին մենք մոտեցել ենք, թե դեռ մոտենում ենք։ Մոտեցել ենք, իհարկե, սա չի նշանակում, որ հայկական կողմը կընդունի կամ կգնա այդ քայլին։ Ես կարծում եմ, որ հայկական կողմը չի կարող գնալ, բայց զուտ փաստաթղթային առումով մենք այդ հանգրվանում ենք։ Իսկապես այսօր սեղանի վրա դրված վերջի առաջարկությունը ենթադրում է, որ հայկական կողմը նման քայլեր անի եւ սրա մեջ ես լուրջ վտանգ եմ տեսնում։ Մի քիչ առաջ ես ասացի, որ հայկական կողմը պետք է գդրուկ քայլերի գնա, ես նկատի ունեմ այստեղ երկու բան։ Առաջինը, որ պետք է հետ շրջել Ղարաբաղյան ազգերչի զարգացումները, առնվազն տանել այս փաստաթուղթը առաջին սկզբնական մադրիդյան փաստաթուղթին, որովհետև այդ փաստաթուղթը 2007 թվականի առաջարկված մադրիդյան փաստաթուղթը ինչքան էլ ընդունելի չընդունելի լինի հայկական կողմի համար, ամենայն թեպս այնպիսի փաստաթուղթ էր, որ թերևս միայն հիմք էր ընդունվում բանակցությունների համար, այսինքն հետո պետք է երևար, թե այդ փաստաթուղթը ինչպիսի վերջնական տեսք ունենա։ Այսօր այդ հիմքը այնպիսի ձևափոխում է ստացել, որ հայկական կողմի համար արդեն ընդունելի չէ, իսկ Ադրբեջանի համար ընդունելի է։ Սա այսպես պահելը շատ վտանգավոր է, որովհետև Ադրբեջանի համար նշածողը փաստորեն բարձրացել է արդեն եւ հետ իջեցնելը հայկական կողմին շատ դժվար կլինի, եթե մենք թողենք, որ սա այսպես մնա։ Դրա համար էլ քանի դեռ շուտ է եւ հնարավոր է դա անել, ես կարծում եմ, որ պետք է աշխատել այդ ուղղությամբ։ Երկրորդն էլ հայ-թուրքականի պրոտոկոլների փոխանցության հարցում։ Նայեք, ակնհայտ է, որ այս գործընթացը տապալվել է։ Այսինքն գվերագենթանանա միայն ու միայն, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում արդեն կորձնական ինչ-որ արդյունքներ լինեն։ Դա արդեն ակսիոմ է։ Այո, ես կարծում եմ, որ սա փաստ է, եթե մենք սա չընդունենք, սխալ ճանապարհով կգնանք։ Ժամանակն է, որ իսկապես իշխանություններն էլ սա ընդունեն, որովհետեւ կարողանանք մենք հետագայում ճիշտ քայլեր անենք։ Եվ այնտեղ նույնպես կա բան, որ պետք է հետ շրջել։ Այսինքն հայ-թուրքականը, որ տապալվել է, դա վերսկսելու համար պետք է գնալ ինչ-որ մի զրոյական գետի։ Այսինքն փոխանցությունը այս պրոտոկոլների պետք է վերանայվի։ Այլապես երկու գործընթացներն էլ փակուղու մեջ կլինեն, վերջնականապես։ Այսօր մտել են փակուղի, բայց այդ փակուղուց դուրս հանելու ինչ-որ հնարավորություն կա։ Եթե այդ քայլը այսօր չարվեց, եւ հայ-թուրքական գործընթացը արդեն ընդհանրապես կդապալվի